Եվ շատ հետաքրքիր է նաև գործող վարչապետի փաստացի կնոջ շարժումը կրթվելը նորաձև է, որտեղ ինքը նույնպես փորձում է հավաքագրել մարդկանց, որոնք այդ նոր գաղափարախոսությունը կկրեն, եւ շատ հետաքրքիր էր Աննա Հակոբյանի մի ելույթը, որտեղ ինքը հավաքել էր կանանց եւ դասախոսություններ իրենց կարդում, թե ինչպիսին պետք է լինի հայ կինը։ Դարերով մեզ սովորեցրել են, որ հայ կնոջ դերը լավ երեխա դաստիարակելն է, ընտանիքի գերդաստանի համար լավ հարս լինելը, հայրենիքի համար հերոսներ ծնելը։ Դարերով հայ կինը հավատարիմ է մնացել իրեն սերնդեսերունդ փոխանցվող այս պատգամին, բայց ուղղեք ինձ, եթե սխալվում եմ, ես երջանիկ հայ կնոջ այդպես էլ չեմ հանդիպել։ Չեմ հանդիպել ոչ իմ հարազատների շրջանում, ոչ հարևանների, ոչ բարեկամների եւ ոչ էլ գրականության մեջ։ Իմ ճանաչած կանանց մեծ ամասնությունը 100%-ով համապատասխանել է դարավոր բանաձևին՝ երեխա, ընտանիք, լավ կին, լավ հարս։ Նրանք այդ դերը սրբորեն կատարել են, բայց դա նրանց չի երջանկացրել։ Իսկ բոլոր այն կանայք, ովքեր փորձել են դուրս գալ այս բանաձևից եւ որևէ այլ բանով էր զբաղվել, գուցեև մոտ են եղել երջանկության, բայց այդ դեպքում էլ միջավայրը նրանց դա թույլ չի տվել։ Նրանց պիտակավորել են, անվանարկել։